Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյի եթերում խոսենք փաստերով հաղորդաշարն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ուժեղ Հայաստան դաշինքի մաս կազմող Նոր դարաշրջան կուսակցության նախագահ, փաստաբան Հարություն Հարությունյանին։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, խոսենք նախընտրական այս քարոզարշավից։ Արդեն երկրորդ շաբաթն է ավարտում, ինչպես կբնութագրեք, այս անցնող երկու շաբաթը քարոզարշավի։ Մեր մասով շատ դրական եմ գնահատում, որովհետև ակնհայտ է, որ օր-օրի մեր համագիրների աջակիցների շարքերը ավելանում են, դրա մասին է խոսում հենց երեկվա մեր կողմից հրապարակված սոցիոլոգիան, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասով վստահ եմ, որ օր-օրի շատ արագ տեմպերով նվազում է, եւ դա նաեւ պայմանավորված է իրենց ագրեսիվ ատելության խոսք սերմանող, մարդկանց համերաշխությունը խաթարող, նորից սև ու սպիտակի բաժանող մոտեցումներով։ Պարոն Հարությունյան, դուք հենց ձեր սկզբում, խոսքի նշեցիք, որ ատելության խոսքին ըստ էության անդրադարձաք։ Եթե համեմատենք նախորդ քարոզարշավի շրջաններում, կարծես թե այս քարոզարշավը առանձնահատուկ է նաև այդ ատելության խոսքով։ Ինչով եք սա պայմանավորում, ինչն է դրդում, այդ նման գործելավոճի։ Նախ մի փոքր հեռվից գամ, իմ կարծիքով որքան էլ մեր պետությունում տարբեր փուլերում տարբեր դժվարություններ են եղել, ես կոնկրետ իմ գիտակցական կյանքում չեմ հիշում որևէ փուլ, որ այսքան մեր ազգը լինի իրար նկատմամբ չարացած, մեր ժողովուրդը։ Մեր մոտ կա շատ կարևոր բաց, դա ազգային համերաշխությունն է։ 2018 թվականից այս կողմ մտավ շրջանառության մեջ սև եւ սպիտակ հասկացությունը, բայց առհասարակ մենք մեր ուժը այն տեսակետի կողմնակիցն ենք, որ չի կարող լինել սև ու սպիտակ, բա մնացած գույները։ Մենք պետք է լինենք համերաշխ միմյանց նկատմամբ ու մեր իշխանության գալու դեպքում մեր թիվ 1 խնդիրներից մեկը պետք է լինի այս տարանջատման վերացումը։ Պետք է վերականգնել մեր ազգի, մեր ժողովրդի միասնականությունը, ինչը որ բնորոշ է մեզ որպես ամենահին ժողովուրդներից մեկը։ 2018 թվականից այս կողմ սկսված process-ը հիմա շատ ավելի արագացել է, որովհետև իշխող խումբը հստակ տեսնում է ազդակ, որ իրենց իշխանությանը մնացել է շատ կարճ օրեր եւ դրանով է պայմանավորված ըստ ինձ ատելության խոսքի բարձրացումը, ներքին ջղաձգումները եւ քարոզարշավի ժամանակ տարբեր տարիքային, տարբեր սեռերի նկատմամբ դրսևորվող նման կոշտ ու անընդունելի վարքագիծը։ Ընդ որում դա ուղեկցում է նաեւ սպառնալիքներով ընդդիմախոսների նկատմամբ, ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մենք տեսնում ենք նույնիսկ սատկացնելու ինչ-որ սպառնալիքներ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք է հնչեցվում։ Այս համատեքստում իրավապահները որտեղ են, չեն տեսնում արդյոք այս ուղիղ եթերում հնչեցվող սպառնալիքները, ատելության խոսքը։ Իրավապահների թիվ 1 խնդիրը այս պահին, որ դրված է իրենց առջև, հնարավոր տարատեսակ մեխանիզմներ օգտագործելով, տարբեր շոուների միջոցով ենթադրյալ ընտրակեղծարարներ գտնելն է, ընտրակաշառք բաժանողներ գտնելն է, ընտրակաշառք ստացողներ գտնելն է։ Կարծում եմ իրավապահները վաղուց է, որ շեղվել են իրենց բուն առաքելությունից ու բոլորը մասնակցում են ընտրությունների։ Այսինքն կարծում եք դա ներգրաված են քարոզչական գործընթացներում։ Քարոզչական միանշանակ չեմ կարող պնդել, իհարկե կլինեն անձինք ու նաև վստահ եմ կան այդ անձինք, որ ներգրաված են, բայց բոլորիս մոտ այն տպավորությունն է, որ այս երկրի թիվ 1 ենթադրյալ վրա հասնող հանցագործությունը հանցադեպը լինելու են ընտրությունները։ Տեսեք, իրականում այստեղ մի այլ կողմ կա, ընտրակաշառքի դեմ, այո, պետք է պայքարել։ Միանշանակ։ Հակակոռուպցիոն կոմիտեի այս քաղաքականությունը իրականում դրական է, բայց երկակի մոտեցումների առումով արդյոք խնդիր չեք տեսնում եւ ինչու մի դեպքում նույն Տավրոս Ափեյանի դեպքը
բարեգործության արգելքի վերաբերյալ քրեական վարույթներ չեն նախաձեռնում։ Փոխարենը ուղղվածությունը հիմնականում ընդդիմախոսների դեմ է, այսինքն այս առումով դուք խնդիր չեք տեսնում եւ ընտրակաշառքի հետ կապված հրապարակվող ձայնագրությունները, եթե լսում ենք դուք նաև որպես իրավաբան, փաստաբան, ինչ խնդիր են լուծում առավելապես այդ ձայնագրությունները տարածելով, նկատի ունենալով, որ միշտ չէ, որ հրապարակված առնվազն դրվագը որևէ քրեական տարի մասին է, հա, վկայում։ Այո, եթե ձեր հարցի որոշ մասը անպատասխան մնա, կներեք, ուղղակի մի քիչ երկար ստացվեց, կարծեք, նախ ես որպես իրավաբան եւ որպես փաստաբան ցանկացած հանցագործության հանդեպ չեմ կարող հանդուրժողական կեցվածք ընդունել, անկախ նրանից, թե ով է կատարող անձը։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ ամենօրյա ռեժիմով գրեթե հակակոռուպցիոն կոմիտեն տարբեր տեսակի ձայնագրություններ է հրապարակում եւ այլն եւ այլն։ Նաեւ շուրջ 2 օր է ես օրինակ այսօր ստացել եմ երկրորդ նամակը, որով հակակոռուպցիոն կոմիտեն մեզ կոչ անում մեր երկրի ճակատագիրը, մեր երեխաների ապագան չվաճառել։ Հիմա տեսեք, երևույթը ինքնին միգուցե վատը չի, բայց պատկերացնեք ամեն անգամ օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն մեզ կոչ անի մարդ չսպանել, հակակոռուպցիոն կոմիտեն մեզ կոչ անի մարդ չառևանգել եւ այլն։ Դա մի քիչ աբսուրդային է, ինչքան էլ որոշ մարդկանց համար կարող է այդ մոտեցումը ընդունելի լինել։ Մենք ինքներս դատապարտել ենք մեր ուժը։ Ես որպես անհատ առանձին կուսակցության նախագահ եւս դատապարտում եմ ցանկացած հանցագործություն, հատկապես այս փուլում ցանկացած վարքագիծ, որը ուղղակի կամ անուղղակի կարող է ստվեր գցել մեր ուժի եւ հասարակության միջև ձևավորված վստահության ու կապի վրա։ Դուք շատ ճիշտ օրինակ բերեցիք Թալինի քաղաքապետի մասով, դա բազմաթիվ այլ դեպքեր ակնհայտորեն հուշում են, որ գործող իշխանության համար, իրավապահ մարմինների համար բացարձակ էական չէ, թե ով ինչ է անում։ Այստեղ էական է, թե ով է անում։ Եթե դա անում է իշխանության ներկայացուցիչ, դա նորմալ է։ Եթե դա անում է ընդդիմության ներկայացուցիչ, դա արդեն դարձավ ընտրակաշառք, ընտրողների վրա տարատեսակ ազդեցությունների փորձ։ Շատ վաղուց դեռևս, երբ ես իմ մտքի ծայրով նույնիսկ չէր անցնի, որ կարող է մի օր քաղաքական process-ի մասնակից դառնամ, մենք միշտ որպես փաստաբան, նույնիսկ համալսարանում որպես ուսանող, շատ ենք լսել ընտրովի արդարադատություն հասկացության մասին։ Այս ձեր ասածը ոչ այլ ինչ է, քան ընտրովի արդարադատություն։ Տեսնենք, որ անձն է անում, ըստ դրա որոշենք ինչ հոդված բերենք ճակերտավոր ասած կարենք վրան։ Ընդ որում պարբերաբար շեշտվում է հենց կոնկրետ ուժերի անուններ, այսինքն այս տեսանկյունից էլ անդրադառնանք հարցին։ Տպավորություն է, որ հակաքարոզչության են ներգրաված իրավապահ մարմինները։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, այս նախընտրական process-ը քարոզարշավը ակնհայտորեն աչքի է ընկնում մեկ ոչ այդքան տարածում ունեցող տեխնոլոգիայով, իշխող կուսակցությունը ոչ թե հիմնականում զբաղվում է իր ուժի քարոզչությամբ, այլ զբաղվում է մեր ուժի հակաքարոզչությամբ, ինչի շրջանակներում կիրառում են բոլոր հնարավոր միջոցները։ Եթե կհիշեք, մի քանի օր առաջ մեր ուժը հայտարարություն տարածեց, որով հակակոռուպցիոն կոմիտեին վերագրում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեր, այսինքն ամբողջ օրը ամենօրյա ռեժիմով իրենք զբաղված են մեր մասին տեղեկություններ տարածելով։ Ընդ որում նույն հանրային հեռուստաընկերությունը, թե նկատել եք այդ նույն տեսանյութը, նույն ձայնագրությունը միշտ որպես գլխավոր նյութ էկրանի վրա պահելով հաղորդում է տարատեսակ տեղեկություններ։ Ամբողջ իշխանական լծակը, վարչական ռեսուրսը դրված է, որպեսզի մեր ուժին հեղինակազրկեն, բայց վստահ եմ, նաև ինքս էլ անմիջական մասնակցություն ունեմ քարոզարշավներին, վստահ եմ, որ դա չի հաջողվել ու չի կարող հաջողվել։ Ավելին ասեմ, իրենց այդ գործելավոճը վաղուց բոլորի համար պարզ է։ Մեր հասարակությունը, ինչքան էլ տարբեր անձինք փորձում են պիտակավորեն, շատ գիտակից է։ Կարա ազնվությունից ելնելով պայտակ մոլորության մեջ ընկնի, բայց դա հավատացեք շատ կարճ է տևելու։ Մենք ունենք շատ գիտակից, շատ ընկալող
նաև շատ շնորհակալ հասարակություն, ովքեր ամեն ինչ լավ հասկանում են, հիշում են, գիտակցում են։ Առաջիկա ընտրությունները ցույց կտան իմ խոսքերի ճշմարտացիությունը։ Պարոն Հարությունյան, այս ընթացքում, Ուժեղ Հայաստանը հայտնել է մոտ 300 համակիրների ձերբակալության մասին։ Տեսնում ենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ է, կարծես թե օղակը պարբերաբար սեղմում է։ Այսօր առավոտյան նույնիսկ խուզարկություններ են եղել թե Մարտուն Գրիգորյանի, թե Անդրանիկ Թևանյանի բնակարաններում, գրասենյակներում, քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 17:00-ին նաև պետք է Կենտրոնական դրական հանձնաժողովում քննարկվի անձեռնմխելիության հաղթահարման հարց Անդրանիկ Թևանյանի առումով։ Այս ամենը կցանկանայի հրավիրել նաև ուշադրությունը այն առումով, որ ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, կոնկրետ Անդրանիկ Թևանյանի առումով հայտարարություն եղավ, որ լրտես է, դրան հաջորդեց քրեական վարույթը։ Հիմա սա նախ ինչպես եք մեկնաբանում։ Գիտեք ոնց, մենք վաղուց ականատեսն ենք, որ մեր իշխանության 3 ճյուղերի գործառույթները կենտրոնացած են մեկ անձի ձեռքում։ Վերջինս եւ օրենսդիր մարմնի ղեկավար է, եւ գործադիր իշխանության ղեկավար է, շատ հաճախ փորձում է իրեն վերագրել դատական իշխանության ղեկավարի գործառույթներ, ել չխոսեմ կառավարությանը եւ վարչապետին կից գործող կառույցների գործունեության մասով իր միջամտությունների մասին շատ հակիրճ ամփոփեմ։ Մեր փաստաբան գործընկերներից մեկը շատ լավ Facebook-յան ստատուս էր գրել, ասում էր այս մարդը արդեն շնչել արտաշնչելով հոդվածա, որ հավաքում է։ Կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է։ Տեսեք, դուք ավելի այսպես որպես ցուցում մեկնաբանեցիք դա, Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահներին ուղղված, բայց դրա մյուս կողմը, մեդալի մյուս կողմին էլ անդրադառնանք։ Ենթադրենք իրապես նման տվյալներ ունի ԱԱԾ-ն 24 թվականի ենթադրյալ դեպքի վերաբերյալ 26 թվականին նախընտրական քարոզարշավի ընթացքում վարույթ է նախաձեռնում, դա հարցի մյուս կողմն է։ Ենթադրենք իրապես նման տվյալներ ունի։ Հիմա մինչև վարույթի նախաձեռնությունը, մինչև ապացույցներ ձեռք բերելը, խուզարկություն, հարցաքննություն եւ այլն, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը արդյոք ինքնին խոչընդոտում չէ։ Այս հարցին էլ անդրադառնանք, վերջը դա ինչ է։ Միանշանակ դա ցուցում է մեկ, որը ինքնին անընդունելի է եւ քրեա իրավական վարքագիծ է պարունակում, միաժամանակ դա ազդեցություն է ինչպես նախաքննական գործընթացի վրա, այնպես նաեւ դատական քննության փուլի վրա։ Կհիշեք, կարծում եմ, Սասնա Ծռերի դեպքի հետ կապված Սերժ Սարգսյանի հայտարարությունը ինչ բուռն քննարկման առիթ դարձավ, ուղղակի ցուցում դատական իշխանությանը։ Հիմա ուղղակի մասշտաբները եւ տիրող իրավիճակը, ցուցումների մակարդակը, կատարողների հապճեպությունը, ամենավտանգավոր բանը, կատարողների, գիտեք, ոնց ձևակերպեմ միտքը, ասենց հանձնված վիճակում կատարել է, էլի։ Օրինակ, ես չեմ պատկերացնում իրավաբան, ում թեկուզ ցուցում տա կլինի պատվիրատուն, կլինի անմիջական ղեկավար, ասի օրինակ, սենց արա, ինքը չունենա առնվազն են նվազագույն մասնագիտական ինքնասիրությունը, պատվախնդրությունը, որ ասի չի լինի տենց անել։ Օրինակ կարանք այս հենց անենք, ոչ թե տենց։ Ստեղ մենք գործ ունենք նենց իրավիճակի հետ, որ բառացի արվում է այն, ինչ հրապարակային հանձնարարվում է։ Իսկ սա մեր իրավական պետության վախճանն է։ Սա միջազգային կառույցների առջև մեր խայտառակությունն է։ Սա իրավական որոշակիության ու իրավական անվտանգության տենց միջազգային եվրոպական չափանիշներով ընդունված սկզբունքների ոչնչացումն է ուղղակի։ Մենք գործ ունենք անպաշտպան քաղաքացու, անպաշտպան ազգային ժողովի падգամավորի, կոնկրետ Անդրանիկ Թևանյանի մասով այսօրվա տեղի ունեցածը, առհասարակ ամեն ինչ անպաշտպան վիճակում է մեր մոտ, իսկ խախտողների թիվը անթիվ, անհամար, չգիտեմ, պետք է բոլորս մեր մասով ամեն ինչ ձեռնարկենք օր առաջ այս իրավիճակը կանխելու, դադարեցնելու, վերջ տալու համար։
իրավապահ մարմինները չունեն ներքին դիմադրողականություն, դատական իշխանությունը, ներքին դիմադրողականություն։ Դուք նշեցիք մասնագիտական պատվի մասին, հա, ըստեյության դրա մասին խոսեցիք։ Բայց չէ՞ որ բոլոր քննիչները, դատախազները, դատավորները չեն, որ այս իշխանության օրոք են նշանակվել։ Որ փուլից մենք բախվեցինք այս իրավիճակին, հա։ Ես ուզում եմ դատական իշխանությանը ամբողջությամբ առանձնացնենք մնացածներին վկայակոչելուց։ Ինչու՞։ Որովհետև դատական իշխանությունը ինքը ինքնուրույն իշխանություն է, անկախ նրանից, թե մեր պատմության որ փուլում որքան ներքին անկախություն է ունեցել, այդ թվում նաև արտաքին անկախություն։ Մնացած իշխանությունը ձևավորվում է զուտ նշանակման արդյունքում։ Վարչապետը նշանակում է կոմիտեի ղեկավարին, կոմիտեի ղեկավարը նշանակում է իր ստորադաս աշխատակիցներին եւ այլն։ Ամենայն հարգանքով բոլորի աշխատանքի, իրենց պագոնների, կենցաղային բառով ասած եւ համազգեստի նկատմամբ ես վստահ եմ, որ այսօր այդ ներքին դիմադրողականությունը ուղղակիորեն շատ մոտ է 0-ի։ Անում են ամեն ինչ հանձնարարվում է։ Ու վստահ եմ նաև, որ մեր Հայաստանը շատ փոքր է իր բնակչության թվով, քառակուսի կիլոմետրով եւ ամեն ինչով։ Վստահ եմ, որ ձեր վերած օրինակը, որ օրինակ եթե կար Անդրանիկ Թևանյանի դեմ հավաքագրված որոշակի նյութեր, ապա իրապահ մարմինները պարտավոր էին այդ պայից սկսած գործել, այլ ոչ թե սպասել վարչապետի կամ իրենց այլ ղեկավարի հրահանգին։ Եթե դա չի արվել, դա ինքնին հեղինակազրկում է նաև այդ կառույցի էությունը։ Դա նաև ավելին ասեմ, նշանակում է, որ ունենալով տվյալ սպասել են ընտրապայքարի փուլին, որպեսզի թեժացնեն քննարկումները, որպեսզի փորձեն ընդդիմության վրա որևէ բացասական ստվեր գցել, ինչը այդ առումով եւս անընդունելի է։ Իշխանության գալու դեպքում ինչ կլինի իրավապահների դատական իշխանության ճակատագիրը։ Ում իշխանության գալու դեպքում։ Մեր իշխանության գալու դեպքում վստահ եմ, որ ռեպրեսիաները ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մասով ամբողջությամբ դադարելու են։ Վստահ եմ, որ հարուցված քրեական գործերի ծավալը ակնհայտորեն կրճատվելու է։ Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրս ունենք այն անձնական, բարոյական հատկանիշները, որ պետք է գնանք համերաշխության, համախմբվածության ձեռքբերման։ Իսկ դատական իշխանության մասով ես մեկ անգամ առիթ ունեցել եմ այդ միտքը բարձրաձայնելու, ոչ մեկ չի կարող պատկերացնել որևէ իշխանության կախվածությունը, անարդարությունը, որքան այն անձը, ով դրա արդյունքում տուժել է։ Տվյալ դեպքում մեր դաշինքի ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ըստ ինձ, ես իդեպ միշտ շատ իմ քայլերի, իմ արտահայտությունների մեջ հաշվետու եմ եղել, բայց սա այն եզակի գործերից է իմ համար, որ առանց մանրամասներ տիրապետելու կարող եմ պնդել, որ գործ ունենք քաղաքական հալածյալ, քաղաքական բանտարկյալ հասկացության հետ։ Սամվել Կարապետյանը կրելով այդ բացասական ազդեցությունը, տեսնելով դատական համակարգի անանկախության ապացույցները, իրավապահ մարմնի կախյալ լինելու ապացույցները, զուտ իր անձնական հատկանիշներից ելնելով էլ չի կարող թույլ տալ, որ այդ նույնը կրկնվի։ Հետևաբար ես վստահ պնդում եմ, որ մեր իշխանության գալու դեպքում մենք ունենալու ենք շատ բարձր մակարդակի անկախ դատական իշխանություն, շատ բարձր անկախության մակարդակ ունեցող իրավապահ համակարգ եւ քաղբանտարկյալներ առհասարակ բացառում մեր հայաստանյան իրականությունից։ Պարոն Հարությունյան, մինչ զրույցը կամփոփենք, կխնդրեի անդրադառնալ նաև այս ատելության խոսքի պայմաններում, այս համատարած ռեպրեսիաների պայմաններում հնարավոր համարում եք, որ ընտրություններն իրապես լեգիտիմ, արդար ընթանան։ Գիտեք, ինձ համար արդար լեգիտիմ ընտրություններ ասելը դա զուտ քվեարկության արդյունքները չկեղծելը չէ։
Իմ համար որպես իրավաբանի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու հայ մարդու էական է ողջ process-ը, սկսած նախընտրական քարոզարշավից ամփոփած ընտրության վերաբերյալ արձանագրություն կազմամբ։ Հենց այսօր նյութ էի նայում, կարծեմ ֆակտորներ հրապարակել, ակնհայտ էր Արտաշատի հավաքը, որտեղ դպրոցական երեխաները հստակ ասում էին, մեր դասը ավարտվում է ժամը 2-ին 5 պակաս, այսօր 12:30 ասացին, այսօր ավարտում ենք, գնանք մասնակցենք քաղաքացիական պայմանագրի հանրահավաքին։ Սա ակնհայտորեն արդեն խախտում է։ Նույն դեպքը ունեցել ենք Աբարանում, տեսնում եք, որ քարոզարշավի ժամանակ շատերը իրենց ծառայական մեքենաներով են գալի, օգտվում են պետական անվտանգությունն ապահովող սպասարկող անձնակազմի ներկայությունից, այս ամեն ինչը արդենից կասկածի տակ է դրել եւ դնում ընտրությունների լեգիտիմությունը։ Այս պայմաններում հետընտրական ինչ գործընթացների կարող եք պատրաստվել, ինչ սցենարներ ունեք։ Սցենարները կներեք, չբացահայտեմ ինչ սցենարներ ունենք, մենք վստահ ենք, որ մենք հաղթելու ենք, հետեւաբար կարծում եմ մեր այլ սցենարներ այս դեպքում մեզ պետք չեն գալու։ Շնորհակալ եմ, պարոն Ես եմ Հարությունյան, շնորհակալ։ զրույցի համար։ Հիշեցնեմ, որ Փաստինֆոյի տաղավարում զրուցում էինք Հարություն Հարությունյանի հետ։